Բարև ձեզ սիրելի երևանցիներ, այսօր խոսելու ենք Երևան քաղաքի բակերի բարեկարգումից։ Ուրեմն այս պահին գտնվում ենք Աջափնյակ վարչական շրջանում, Պաշտիջարյան առաջին հրապանցք 7-րդ շենքի բակում։ Այդ շենքի բակի բարեկարգումը ավարտվել է արդեն, առաջին հայացքից ավարտվել է, բայց շրջելով տեսնելով շատ թերություններ տեսանք եւ ուզում եմ թերություններ ներկայացնեմ ձեր դատին, նաև իշխանությունների դատին Երևան քաղաքի, որպեսզի տեսնեն թե ինչ գործ են պատվիրակել եւ արդյունքում ինչ են ստացել, ինչ թերություններով, ինչ բացթողումներով։ Գտնում ենք այգու մեջտեղի մասում, միջնամասում, այստեղ անհասկանալի է ինչ է լինելու, նու իրանց տված բացատրություններով պետքա որ իրեն հադրում եմ լինի շրջանաձև նստարաններ, ինչ որ այս բային չկա։ Ուրեմն դիմացի մասը, եթե տեսնում եք, այստեղ ուրեմն պատից ներքևս բարձր մասը անհասկանալի ինչ որ լուծում է տված, այստեղ կամ պետքա լինի հենապատ, կամ սա պետքա լինի հավասար մակարդակի վրա այս այգուն։ Ուրեմն ըստ բնակիչների, ովքեր որ տեսել են նախագիծը, ասացին, որ այս բարձր մասը պետքա հավասար լիներ այգու մակարդակին, այնինչ տեսնում եք, որ բարձր եւ անհասկանալի լուծում է տված։ Եվ ինչպես ասի, կամ էլ պետքա ստեղ հենապատ լինի, որը որ չկա, որովհետեւ անձրևների դեպքում այս հողը հոսելու է, ստեղ փլուզում է առաջացնելու։ Այնտեղ վերևը տեսնում եք խողովակ, ինչ որ անիմաստ այս խողովակը գնում է, որը պետքա լիներ գետնի տակ, այնինչ սա ոռոգման խողովակն է, ոռոգման ջուրն է այդտեղ գնալու։ Ուրեմն նաև տեսնում եք, որ այստեղ լիցքի խնդիր կա, այսինքն հողալուծում չեն արել, կամ շատ թերի են արել, որովհետև տեսեք հələ ուրեմն երևում է այս եզրաքարի ֆունդամենտը, այնինչ սա պետքա չերևար, պետքա հողի մակարդակը լիներ կամ կանաչի մակարդակը լիներ այս մակարդակի, դա մի առանձին խնդիր է, ուրեմն բոլոր նստարանները նայեցինք, լաքապատում արված չի, մշակած չի, հացեցված չի, որովհետև թորնիկից ձեռքը փուշը մտել էր։ Մենք էլ փորձեցինք նստենք, եթե բանալ կարող շորից քաշի հանի, ընդհանրապես չկա, երևի որ արև են գելա, արդեն անձրևներ մի պահ եկավ, ճանքել է։ Այս լաքապատումը պետք էր էլի արվեր նստելու համար երեխեք։ Եվ մշակում պետք է անեին, եւ լաքապատում պետք է անեին, որ նստելուց շվախենայի նստել։ Հա։ Եթե հակառակեցում մտածում եք, ասա շորից քաշելու է հանի։ Շոր ոչինչ, երեխեքին չբնի։ Երեխեքն մոտը հա, թորնիկը հենց այդ բաներով շեր մտել այն կողմը։ Այստեղ էլ ուրեմն տեսեք ինչ են արել, դրել են այս սարքը, խաղասարքը, բայց այստեղ թերություն կա, սա պետք է այսպես չլիներ։ Սա պետք է այո ծածկվեր։ Այնինչ սա բաց են թողել։ Այս ոտքերի տեղը պետք է ծածկվի։ Տեսեք, իրանք այստեղ էլ հողը չեն լցրել, ու այս ֆունդամենտը չպետք է երևա։ Սա պետք է ծածկված լինի։ Ուրեմն այս մասում նույնպես հողի պակասություն կա, այստեղ նորից երևում է հիմքը, որը չպետք է երևար, պետք է ինչև այստեղ ծածկված լիներ, այստեղ էլ չեն լցրել, կամ խնայել են, կամ ափսոսացել են, կամ բացթողում է, եւ նաեւ կանաչապատման խնդիրն է այստեղ ակնառու, կանաչապատում չկա, ոռոգում չկա, որը նաեւ կտեսնեք այս հատվածում, դրել, ինչ որ հող են լցրել, բայց կանաչապատում չկա, նաեւ ոռոգում չկա։ Կերտական, ուրեմն այն ինչ որ ամոճ այգուն տեսակ, կրկնվում է համարյա բոլոր մասերում, այգու բոլոր մասերում, տեսեք, սա պետքա չերևա, դե պետքա հողի մակարդակը բարձր լիներ եւ ծածկեր ուրեմն այդ բաց մասը։ Խաղա հրապարակը, ավազ է խաղա հրապարակը երեխաների համար, բայց ինչպես տեսնում եք, ավազ կարելի ասել չկա, շատ քիչ են լցրել, տեսեք, սա պետքա չլինի կամ չերևար, սա երեխաներին կվնասի այստեղ խաղալուց։ Այստեղ ափսոսացել են լցնեն, չգիտեմ, խնայել են, ինչ են արել, այստեղ ավազ լսած չի։ Տեսեք, ուրեմն այստեղ լուծում են տվել ինչ-որ, աստիճաններ են դրել, բարձրանում ենք, ուր ենք բարձրանում։ Բարձրանում ենք եւ հայտնվում ենք հողի ու ցեխի մեջ։ Տեսեք, տրամաբանորեն պետք է այստեղ լինի, ասենք, նստարաններ, էլի հանգստյան գոտի, բայց բարձրացել ոչ է կանաչապատված է, ոչ է ուրեմն բան տոմետ է շարված եւ բարձրանում հայտնվում ենք
հողի ու ցեխի մեջ։ Այս պայն հող, ոնց է դեպքում ցեխի մեջ։ Այգին գտնվում է շատ անխնամ եւ բացիթող վիճակում։ Տեսնեք մի քանի տեղ ստեղ էլ նույնը կա, ուրեմն փնթի վիճակ է։ Այգուն չեն հետևում։ Եվ այսպես ինչ կարելի ասել։ Հերթական բարեկարգված կամ այս պարագայում չբարեկարգված այգինա բաց թողումներով եւ թերություններով եւ սրա վրա ոնց հասկացան քաղաքապետարանը կամ այս իշխանությունները աշկ են փակել։